Բարեկամներ, Հորիզոն հեռուստաընկերության ուղիղ եթերում շարունակում ենք Հորիզոն 180 լրատվական վերլուծական ծրագիրը, ես Հայկ Թովմասյանն եմ եւ այս հինգշաբթի երեկոյան ուղիղ եթերում մարզական հատուկ հատված է։ Այսօր Եվրոպայի խոշորագույն 3 ազգային առաջնությունների հատվածը համեմատաբար կարճ էինք անցկացրել, քանի որ ինչպես հայտնեցի Սփյուռքայի նորությունների սկզբում ամսական գոնե մեկ անգամ կունենանք Հոմենըթմենի բաժին, այս անգամ Հոմենըթմենի Սան Ֆերնանդո հովտի Մասիս մասնաճյուղի վարչական մարմնի ներկայացուցիչ Կատյա Կարագոզյանն է ինձ հետ, բարի երեկո, շնորհակալություն, որ միացել եք մեզ եւ խոսելու ենք ոչ միայն բնականաբար Մասիս մասնաճյուղից, այլ նաեւ տեղի ունեցած քայլարշավից, Walkathon-ից, նաեւ պատրաստած տեսանյութ ունենք, սակայն մինչ Walkathon-ին անցնելը, ասացեք խնդրեմ, թե երբ եւ ինչպես հիմնադրվեց Մասիս մասնաճյուղը։ Շնորհակալություն Հայկ, կուզեմ Հոմենտմենի Մասիս մասնաճյուղի վարչական մարմինի կողմէ շնորհակալություն խնդրել Հորիզոնին, որ մեզ այս առիթը դրված է։ Մասիս մասնաճյուղը 1979-ին հիմնադրված է, ուրեմն այս տարի կդոնե իր 30-րդ ամյակը, եւ այս շաբաթ օրը պիտի դոնենք մեր official anniversary banquet-ը Արարատ Home Դոկմեջան սրահ, ամենք գպապակիկ ներկա գտնվիկ։ Պաստորեն արդեն 30 տարի է, ինչ գործում է Սան Ֆերնանդո հովտի Մասիս մասնաճյուղը, թեկուզև Լոս Անջելեսի կամ Գլենդելի մասնաճյուղերը, Գլենդելի մասնաճյուղն ավելի երկար է կա։ Գարձեմ նույն ժամանակ 30 տարի է։ Գարձեմ անցյալ տարի Արարատ մասնաճյուղը 30-րդ ամյակը դոնաձեր։ Գրեթե այս տարի ժամանակ է։ Գործում է արդեն 30 տարի Մասիս մասնաճյուղը եւ բնականաբար ոչ միայն մարզական մասնաճյուղ է Հոմենտմենի մաս կազմող, այլ նաև սկաուտային եւ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ եւս, մասնավորապես կազմակերպվեց քայլարշավ, թե որն էր նպատակը քայլարշավի, ինչու կազմակերպվեց, եկեք պատասխանենք այդ հարցերի այս տեսանյութից հետո, որ պատրաստել ենք, խոսքը գնում է մասնաճյուղի, Մասիս մասնաճյուղի կազմակերպած քայլարշավի մասին, խնդրեմ։
Բավականին վախենալու կադրեր էին վերջինը, սակայն ընդհանուր առմամբ տեսանյութը նախ տեսանյութն է շատ լավ, բայց ըստ երևույթին այնտեղ ինչ տեղի են ունեցել այդ քայլարշավի ընթացքում, ամեն ինչ շատ հետաքրքիր է եղել։ Նախ մինչ անդրադառնալը այդ բոլոր կազմակերպություններին, որ մասնակցել են քայլարշավին, ինչու կազմակերպվեց այս քայլարշավը։ Քայլարշավը սկսած ենք Մասիս մասնաճյուղի մարզաթաշմը ապահովելու նպատակով, բայց ինչպես որ տեսակ, մեկ չունի մեկը քանդող կամ վազող ըլլա, որ իր մասնակցությունը բերե, քանի ֆեստիվալի, ասենք, ատմոսֆերի մեջ է, քիչ անգլերենի մի փոխեմ, որ ավելի լավ արտահայտվեմ, you don't have to be a walker or a runner to participate because it is a festival. It gives the local organizations such as Hamaskain, Haikachto, and AYF the opportunity to showcase their work. But at the same time, it offers the opportunity for our athletes and our community members to participate in something active, health conscious, which is walking. So there's something for everybody there. We have carnival type games for kids. We have food, music, dance. So it's for everybody, and we hope that everyone will come yearly to participate and support this cause. We need an athletic center because Masis chapter has such a big potential for growth. San Fernando Valley is growing. We have not even tapped into the public schools or the American private schools. So if you can imagine how much bigger it can get, and the experience of Home Minutemen, we need to make it available for all of our kids. Unfortunately, it's not a healthy situation for an organization to go on without a place of its own, and that's really impeding its growth. So we hope that everyone will be supportive of our cause. Պաստորեն ամենամյա է կազմակերպվելու այս քայլարշավը, սակայն այս տարվա քայլարշավից այս վոկատոնից արդյոք հավաքվեց, հանգանակվեց ինչ-որ մի գումար, որ գոնե զար կտա սկսելուն մարզադաշտի կառուցմանը։ Սկսած ենք քիչ մջամփան երկար է, անոր համար հույսով ենք, որ մեր քաղաքը ավելի իրեն ուշադրություն կրավենք. And part of what Walkathon does is raise awareness for this need. And Marzatash Unala Oagi Anhashishtuchun Taxaze. Kani the gyms that we rent, sorry, the gyms that we rent, they're not available throughout the year. And our agreements with them is with the understanding that anytime they have an event, it takes precedence over our practices. So every once in a while they call us and they cancel our events, which is extremely frustrating, as you can imagine, for our parents, our athletes and our coaches. Եվս մեկ անգամ վերջում հայտնենք, որ Մասիս մասնաճյուղը 30 տարեկան է եւ դեկտեմբերի 5-ին, բավը չեմ մյուս օրը շաբաթ օրը տեղի ունենալու այս 30-ամյակի նվիրված միջոցառումը։ Ձեզ շատ շնորհակալություն, որ այսօր եկաք, հարգելի բարեկամներ, իսկ մենք թողարկումը կշարունակենք կարճ դադարից հետո հայաստանյան, արցախյան եւ ջավախյան նորություններով։